Ես 8-ից երբ մտա մանկապարտեզ, ինչ-որ տհաճ հոտ զգացի, բայց քանի որ մեր քաղաքը էկոլոգիապես ոչ մաքուր քաղաք է, ես դա վերագրեցի գազին։ Սակայն Ալավերդու 6 մանկապարտեզի ավագ խմբի մանկավարժ Սուսաննա Մելիքյանին քիչ անց երեխաների ծնողներից մեկը հայտնել էր, որ մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է։ Երեխաներին արագ սկսել էին տարհանել, սակայն երբ մանկապարտեզ եկած ծնողներից ոմանք նկատել էին ծուխը, խուճապ էր առաջացել։ Շատ արագ կարգով երեխաներին դուրս բերեցին բակ, հետո ժամանեց հրշեջ մեքենան եւ փառք Աստծո ամեն ինչ նորմալ ավարտվեց, շնորհակալ ենք բոլորից։ Սա ժամանակին եղել է շենքը հարթանիքավոր, այնտեղ ծածկը եղել է գուդրոնը այրվել է ու դրա համար բաժանորդին սկսել է հրդեհը տարածվել է։ Ի շնորհիվ մեր տղաների հրշեջ ծառայության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի կրակը կարողացան մարել, որ հաջորդ աշխատող երկու կորպուսներին չփոխանցվեց։ Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր մեկնեցին Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները։ Որոշ ժամանակ անց օգնության կարիք զգացվեց եւ դեպքի վայր ժամանեց նաեւ ջոկատի պահուստային մարտական հաշվարկը, սակայն կրակը մարել դեռ չէր հաջողվում։ Մեկնել ենք երկու հաշվարկով, հասել ենք դեպքի վայր, տեսել ենք, որ օգնության կարիք կա, եւս 3 մեքենա ենք կանչել, որոնք ժամանակին հասել են դեպքի վայր եւ մեկուսացրել ենք հրդեհը։ Օգնության հասնողներն այս անգամ Սպիտակի եւ Օձունի հրշեջ փրկարարներն էին։ Օգնության հասավ նաեւ Ալավերդու կոմունալ ծառայության ջրատար մեքենան։ Ժամը 12-ին հրդեհն արդեն մարված էր։ Այրվել է տանիքի մոտ 220 խորանարդ մետրը։ Մնացած 1280 խորանարդ մետր տանիքը փրկվել է։ Այսքանով հրդեհների շարքը չի եզրափակվում։ Խոշոր հրդեհ էր նաև Ալավերդի Օձուն ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում։ Այստեղ այրվում էին ճանապարհամերձ թփուտներն ու անտառը։ Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի մարտական հաշվարկներից մեկն էլ այս տարածքն էր փրկում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին նաև 50 հոգի հարևան համայնքների բնակիչներից։ 18:37-ին կրակը մարված էր։ Փրկության կարիք էին զգում նաև Վանաձորում։ Հրդեհի մեջ էր նաև Վանաձորի Սարի թաղամասը։ Կրակի ճիրաններում էր հայտնվել թաղամասի բնակիչներից Ռուբեն Հովանեսյանի անասնագոմը։ Կրակը նկատել էր հարևանուհին Արմինե Պողոսյանը, տան պատուհանից տեսել էր գոմի տանիքում առաջացած կայծը։ Դուրս գալուն պես այն բոցավառվել էր։ Շտապ ահազանգել էր հրշեջներին, սակայն դեպքի վայր հասնելու համար թաղամասը ճանապարհ պետք է ունենա։ Ճանապարհ չունենք բացարձակ, ճանապարհի պատճառով 5 րոպե ուշացումով, այն մեծ դժվարությամբ մեկան հասան հրշեջ ծառայությունը։ Հսկայական գոմը ամբողջես ոնց տեսնում եք վառվել է։ Կովերն էլ դուրս ենք հանել, չգիտենք ապրեն թե չէ։ Ծուխ են շնչել անասունները։ Երևի կրշը մետոկերն էին կտեն, ինչ տեսա վառվում ապրիշը, թոտ էր, բայց կողքին է փետեր էր դրած, գերաններ, մատերիալ էլի, չգիտեմ մոտավորապես ինչքան, բայց ապրանքը կարեց է հանում։ Այրվում էր տանտիրոջ խոտը, այրվելու վտանգի մեջ էին նաև անասունները։ Վանաձորի հրշեջ փրկարարների 3 մարտական հաշվարկ էլ փրկում էր Հովանեսյանների ունեցվածքը։ Ճանապարհների ուրեմն անանցանելիության պատճառով մեքենան մի փոքր ուշացել է, որի պատճառով 5 րոպե ուշացումով մոտեցել ենք տվյալ հասցեն։ Անասնագոմի տանիքում կուտակված խոտը դժվարացնում էր մեր հրդեհաշիջման աշխատանքները։ Ժամը 15:50-ի սահմաններում հրդեհը մարված էր, տանտիրոջ 1.5 տոննա խոտն ամբողջությամբ այրվել էր, անասունները փրկվել էին։ Կրակի առաջացման պատճառները ճշտվում են։ Հերմինե Զարմանյան, Սարգիս Գոքորյան, Էդիկ Սիմոնյան, Արտակ Բրուտյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Հորիզոնի համար։